ՀԿՊ-ն իրենց ձեռքերը կկտրի, եթե կեղծի ընտրությունները, ԱԺ-ամպիոնից հիշեցրել է Փաշինյանը պատգամավորների հետ հարց-պատասխանի ժամանակ։ Խոսելով ընտրությունները կեղծելու համար ԱՄՆ-ից իբր ստացած քարտ բլանշի մասին, Փաշինյանը հիշեցրել է, որ դրա լավագույն ապացույցը Երևանի ավականու ընտրություններն են, որտեղ ելքը որոշվել է ընդամենը մի քանի տասնյակ ձայնով։ Ըստ Փաշինյանի, նման մեղադրանքներ հնչեցնում են մարդիկ, ովքեր նախկինում հազարավոր քվեաթերթիկներ են մեջբերում կերել։ Մենք մի անգամ չենք ասել, որ մենք մեր ձեռքերը կկտրենք ընտրությունների դա ում մասին են խոսում, ես ուզում եմ հասկանամ։ Ում մասին են խոսում։ Այսինքն 2018 թվականից հետո Հայաստանում քանի ընտրություն ա կեղծվել, քանի լսեք, Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել է 70 թե 120 քվեաթերթիկի վրա։ Այդ ասողները այդ 120 քվեաթերթիկը կուտեին ուղղակի։ Նրանք ովքեր մեզ ասում են, որ մենք բան ենք անում, որ մենք ընտրություն կարող է կեղծենք, նրանք ոչ միայն կուտեին, այլև տենց հազարավոր քվեաթերթիկներ կերել են այդ մարդիկ։ Հիմա եկել են ինձ ասում են, որ մենք պատրաստվում ենք ընտրություն կեղծել։ We're very grateful to Trump Vance. J.D. Vance-ը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի խոսնակը։ Նրա խոսքով քննարկվել են Հայաստանում եւ Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Քննարկումների առանցքում եղել են միջազգային խաղաղության եւ TRIP նախագծին վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են պայմանագրերի վստահության ամրապնդման միջոցառումների, որոնց մեջ ներառված է նաեւ գերիների ազատ արձակումը։ Ամերիկյան կողմը սակայն չի մանրամասնել եղել են արդյոք արձագանքներ եւ արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։ J.D. Vance-ը Երևանում թռիչքից առաջ խոստացել էր Բաքվում բարձրացնել հայ գերիների հարցը։ Օրեր առաջ հայ գերիները Բաքվում դատապարտվել են երկարատև որոշ դեպքերում ցմահ ազատազրկման։ Но мы являемся самой большой страной в мире. Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև կնքված քաղաքացիական միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը հարձակում է տարածաշրջանում ռուսական շահերի եւ ազդեցության վրա։ RTV-ի հետ զրույցում հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատուլինը։ Պաշտոնյան հիշեցրել է, որ Մեծամորի ատոմակայանը, որն այժմ Հայաստանին մատակարարում է էլեկտրաէներգիա, ռուսական գազի հետ մեկտեղ վերանորոգվել եւ վերագործարկվել է Ռուսաստանի շնորհիվ մի քանի տարվա անգործությունից հետո։ Какой из Пашинянов говорил правду? Հիմա պարոն Փաշինյանը, որի համար սա բացարձակապես ոչինչ չի նշանակում, գործարքներ է կնքում ամերիկացիների հետ, այլ կերպ ասած նա հրաժարվում է Ռուսատոմի հետ համագործակցությունից, որը մինչ այժմ գործում էր Հայաստանում հօգուտ ամերիկացիների հետ համագործակցության։ Միթե սա մեր շահերի, մեր ազդեցության, մեր հեռանկարների դեմ հարձակում չէ։ Իհարկե այդպես է, պնդել է Զատուլինը։ Սրան զուգահեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ փոխշահավետ հարաբերությունները կշարունակի զարգացնել։ Ըստ Պեսկովի, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ինքնիշխան պետություններ են եւ ազատ են հարաբերություններ կառուցել ցանկացած երկրի հետ, այդ թվում ԱՄՆ-ի։ Հայտնի պատճառներով։ Այսօր կայացել է Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը։ Համագումարն ընտրել է նոր նախագահ եւ խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միանձնյա ընտրվել է կուսակցության նախագահ։ Վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։ Ձերբակալվել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Գոր Համբարձումյանը, հայտնել է քննչական կոմիտեն։ Համբարձումյանը մեղադրվում է փողերի լվացման, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու խարդախության համար։ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել վաղարշաբաթում ձերբակալությունների վերաբերյալ ըստ գերատեսչության հայտարարության ձերբակալվածները 2025 թվականի նոյեմբերի 16-ին վաղարշաբաթ համայնքում անցկացված ավականու ընտրությունների ընթացքում ընտրողներին ուղղորդել են, թե ում քվեարկել, խոչընդոտելով նրանց ազատ ընտրության իրավունքը։ 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից 6-ը ձերբակալվել են։ Վերջիններից բնակության հասցեներում հայտնաբերվել են քրեական բարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր։ Fox News-ը ռեպորտաժ է տալիս, ասում է ոստիկանությունը բռնություն է կիրառել։ Ազգային ժողովում քննարկվել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին լիազորություններ տալու նախագիծ, որով ՀՌՀ-ն կարողանա վերահսկել եւ արձագանքել օտարերկրյա հեռուստաալիքների բովանդակությանը, եթե դրանցում առկա են խախտումներ կամ միջամտություն ներքաղաքական կյանքին։
Նախագիծը զեկուցում էր ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ում զեկուցելու իրավասությունները ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը կասկածի տակ է դրել, նշելով, որ նախարարությունը պատասխանատու է միայն տեխնիկական միջավայրի համար։ Պատգամավորը մտահոգություն է հայտնել իրավական որոշակիության բացակայության վերաբերյալ, շեշտելով, որ չափորոշիչների բացակայությունը կարող է բերել կամայական մեկնաբանությունների, որտեղ սուբյեկտիվ կարծիքը կփոխարինի օբյեկտիվ օրենքին։ Սրանի պատասխան նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ յուրաքանչյուր ինստիտուտ պետք է զբաղվի իր գործով։ Նա պարզաբանել է, որ ԲՏԱ նախարարությունը միայն մշակում է քաղաքականությունը եւ ստեղծում իրավական դաշտը, իսկ բովանդակային գնահատականներ տալը պետք է վերապահվի սահմանադրական մարմնին՝ ՀՌՀ-ին։ Ասենք գերմանական Deutsche Welle-ն կամ ռուսական որևէ հեռուստաալիք, չգիտեմ, էական չի։ Ակնհայտորեն խախտում արեց եւ դուք դա խոստովանեք, այսօր հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ունի 0 լծակ դա թույլ չտալու, որ հասնի մեր քաղաքացին։ Ես ընդհանրապես ասում եմ, այս նախագծի էությունը, որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, որը սահմանադրական մարմին է, թե այնտեղ ինչ կոմպետենցիաներ կան, ես դրա գնահատական տվողը չեմ։ Հանձնաժողովի անդամներին ազգային ժողովն է ընտրում եւ ես նորից այդտեղ որևէ լիազորություն եւ իրավասություն չունեմ այդ դաշտ մտնելու։ Այդ ինստիտուցիոնալ դաշտ է եւ այդտեղ յուրաքանչյուր ինստիտուտ իր գործով պիտի զբաղվի։ Իրանում իսլամական հեղափոխության 47-րդ ամյակին նվիրված մեծ երթ է եղել։ Բազմահազարանոց միջոցառմանը մասնակցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, արտգործնախարար Աբբաս Արաղչին, պաշտոնյա այլ անձիկ։ Տոնի առթիվ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին համաներում է շնորհել ավելի քան 2000 բանտարկյալի, դրանց մեջ չեն մտնում վերջին անկարգությունների մասնակիցները։ Նախագահ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանն ընտրել է բանակցությունների ճանապարհը։ Մենք միջուկային զենք չենք ստեղծում։ Մենք դա բազմիցս ասել ենք եւ պատրաստ ենք ցանկացած ստուգման։ Սակայն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի գործողություններն ու խոսքերը անվստահության բարձր պատ են ստեղծել եւ դա թույլ չի տալիս, որ բանակցությունները որևէ արդյունք տան, շեշտել է Փեզեշքյանը։ Երկրի նախագահը նշել է, եթե աշխարհն իսկապես դիվանագիտություն է ցանկանում, պետք է դադարեցնի սադրիչ գործողությունները։ Թուրքիայի ազգային մեծ ժողովում ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները փորձել են խոչընդոտել արդարադատության նորընշանակ նախարար Աքն Գյուլեքի եւ ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչիի երթման արարողությանը, որի ընթացքում բախում է սկսվել ընդդիմադիրների եւ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության պատգամավորների միջև։ Сьогодні була тривала розмова з військовими. Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ ռազմական գործողությունները սաստկանալ։ Протиповітряної оборони в окремих регіонах. Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական բանակը չի պատրաստվում կանգ առնել եւ շարունակելու է մարտերը։ Նա շեշտել է, որ կյանքեր փրկելու համար Ուկրաինան պետք է շարունակի ամրապնդել իր զինված ուժերը, հատկապես հակաօդային պաշտպանությունը։ Ռուսական վերջին հարձակումները ծանր հետևանքներ են թողել խաղաղ բնակչության եւ ենթակառուցվածքների վրա։ Հրթիռակոծվել են Խարկովի, Դնեպրոպետրովսկի մարզերը, կան զոհեր եւ վիրավորներ։ Հունգարա-ուկրաինական հարաբերությունները քաղաքական դաշտում դեռևս լարված են։ Վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինայի մինչև 2027 թվականը Եվրամիությանն անդամակցության ծրագիրը որակել է որպես բացահայտ պատերազմ Բուդապեշտի դեմ։ Նա պնդել է, որ Բրյուսելը ցանկանում է տապալել իր կառավարությունը Հունգարիայում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմի ֆոնին։ Անդրադառնալով բանակցություններին, ըստ որոշ աղբյուրների, Կիևը քննարկում է Մոսկվա պատվիրակություն ուղարկելու հարցը։ Որպես անվտանգության երաշխավորներ կարող են լինել Դոնալդ Թրամփի բանագնացները, որոնք պատրաստ են ուղեկցել ուկրաինական կողմին։ Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինայի 90 միլիարդ եվրոյի վարկային նոր փաթեթ հատկացնելու որոշմանը։ Միջոցների զգալի մասը շուրջ 60 միլիարդ եվրոն կուղղվի Կիևի պաշտպանական կարողությունների հզորացմանը, իսկ մնացածը կծածկի բյուջետային ծախսերը։ Որոշումն ընդունվել է ուժեղացված համագործակցության հատուկ ընթացակարգով։ Այս մոտեցումը թույլ է տվել շրջանցել մի քանի երկրների դիմադրությունը եւ ապահովել օգնության արագ տրամադրումը։
Ֆինանսական աջակցությանը զուգահեռ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը նախաձեռնում է Մոսկվային ներկայացվելիք պարտադիր զիջումների ցանկը։ Որպես ազդեցության լուրջ լծակ Բրյուսելը դիտարկում է սառեցված 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները, իսկ տրամադրված վարկի մարումն ակնկալվում է իրականացնել ապագա ռազմատուգանքների հաշվին։